Սիրելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ, ես քաղաքագետ Գևորգ Մելիքյանն եմ, սա իմ հեղինակային վերլուծական հաղորդումն է, բանավեճի ձևաչափով, կոչվում է Status Quo։ Այսօր մենք հյուրընկալել ենք Օրբելի վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող փորձագետ Վրաստանի հարցերով։ Փորձագետ Ջոնի Մելիքյանին, Ջոնի, ողջունում եմ։ Ուրախ եմ տեսնել ձեզ այստեղ, տարբեր ճամփորդություններից հետո վերջապես նորից Հայաստանում եք, լավ կլներ որ կիսվեք նաև որոշակիորեն ձեր այն տեղեկություններով, որոնք դուք ստացել եք, գիտեմ քննարկումներ եք ունենում տարբեր նաև ադրբեջանական ներկայացուցիչների հետ։ Սկսենք Հայաստան, Ադրբեջան, Վրաստանով նավթամթերքի առաքման վաճառքի կամ այդ գործարքի հետ կապված, որը ադրբեջանական կողմը բավական մեծ աղմուկ բարձրացրեց, որովհետև վրացական կողմը որոշակի բարձր սակագներ էր սահմանել եւ ադրբեջանցիները շատ վրդովել են։ Այստեղ կա երկու ուղղություն, քաղաքականը եւ տնտեսականը։ Ես կուզեմ մի փոքր Վրաստանի տեսանկյունից մեկնաբանենք այս իրողությունը, հետո հասկանանք դրա քաղաքական կոմպոնենտը։ Տեսեք, Վրաստանում գոյություն ունի, իրենց պետական վրացական երկաթուղի փակ բաժնետարական ընկերությունը, որը ունի դուստր ընկերություններ, որոնք բեռնափոխադրումներով զբաղվում են, իրենց տուրքերն են սահմանում եւ տարբեր բեռնափոխադրումների հետ կապված տարբեր գնային սահմաններ կան, շեմեր կան։ Հիմա եթե մենք հետ ենք նայում, այս տասնյակ տարիների ընթացքում վրացական կողմը, վրացական ընկերություններ, նաեւ պետական սեփականությամբ ընկերություններ բավականին գեշ շահույթներ են ունեցել, քանի որ մոնոպոլային դիրքերում են եղել, եւ այսօր արդեն չի ասի որ իրավիճակը փոխվել, մենք դեռ եւս տեսնում ենք առաջի փորձը ծորենի ներմուծման Ադրբեջանով Վրաստանի տարածքով Հայաստան։ Հիմա նավթամթերքի փորձը եղավ, եւ երբ որ այդ հարցերը բարձրացվում են, այստեղ տեսեք, կան տնտեսական խնդիրներ, կան ես արդեն բացատրեցի, կա ընկերությունը, որը սահմանում է գին, եւ այստեղ արդեն Վրաստանի ներքին այդ կառույցները, որոնք հակամոնոպոլային, հարցերով պիտի զբաղվեն, իրենք պիտի փորձեն կամ իրենց միջոցով պետք է ազդել այդ գնի սահմանման հարցում։ Այսօր, քանի որ արդեն նոր ստատուս կվո է ձևավորվում, եթե հաճախակի արդեն լինեն ներմուծումները կամ արտահանումները, շատ ուրախ կլինեի տեսնել, որ արտահանումներն են իրականացվում այս պայդրությամբ Վրաստանի տարածքով, բայց եւս Ադրբեջանի միջոցով դեպի Կենտրոնական Ասիա, ԵԱՏՄ շուկա, այդ վաղ արդեն մենք կարող ենք ասենք, որ լուրջ փոփոխություն է տեղի ունեցել, քանի որ միակողմանին դեռևս ձեռքբերում է, բայց շատ կարեւոր է, որ միայն միակողմանի չլինի եւ մեկ անգամյա չլինի այս ամենը։ Բայց վերադառնանք վրացիներին, որտեղ վրացիները ադրբեջանցիների մեջ շատ վրդովմունք կար եւ նույնիսկ լարվածություն կար, արդյոք իսկապես վրացական մամուլը դրան անդրադառնում է եւ իսկապես վրացական կողմը խնդիրներ է տեսում ադրբեջանցիների հետ այս պահին։ Ավելի շատ ես տեսնում եմ, որ ադրբեջանական մեդիան էր փորձում այդ մի քանի դեպքերը։ Նույն բանը մեր մոտ, երբ որ հիշում եք կոնյակի հետ կապված որոշ օրենսդրական նորմերի կիրառման պարագայում եղան խնդիրներ, այսպես ասենք, նորմերը միշտ կային, ուշադրություն չէր դարձվում եւ մի օր դարձրեցին ուշադրությունը եւ եղան խնդիրներ։ Թե հայկական մեդիայում էլ էր, հիմա նույնը ադրբեջանական մեդիայում կան որոշ նաեւ լուսաբանումներ, որոնք Վրաստանում դիտարկվում են ընդդիմության տեսանկյունից, այդ տեսեք այս իշխանությունները այնքան վատն են, որ արդեն նույնիսկ ռազմավարական Ադրբեջանի հետ են հարաբերություններ փչացնում, բայց այստեղ մի քանի շերտ կարելի է առանձնացնել, Նախ առաջինը պետք է ֆիքսենք, որ վրաց-ադրբեջանական հարաբերությունները միշտ եղել են բարդ, ռազմավարական, այո, ռազմավարական, գործընկերային, հարևաններ որպես երկու հարևան, բայց միշտ բարդություններ, միշտ խնդիրներ եղել են, որոնք չեն բարձրաձայնվել, որոնք փակ ռեժիմով քննարկվել են, լուծվել են, նույնիսկ Հակաշվիլու շրջանում։ Այս իշխանությունների օրոք մի քիչ ավելի խորացան միգուցե խնդիրները, քանի որ այս վրացական երազանքի օրոք արտաքին քաղաքականությունը ակտիվորեն արևմտյան ուղղությամբ էր տարվում
առնվազն, հա, միջև 22 թիվ, այսպես ասենք։ Եվ տարածաշրջանային ինտեգրման գործընթացներում Վրաստանը փորձում էր կամուրջ լինել հարևանների միջև, բայց ոչ ավել։ Ինչը Սաակաշվիլու ժամանակ նույնիսկ տեսեք ռազմական համագործակցության տեսանկյունից նույնիսկ արդեն մենք տեսնում ենք Տրաբզոնի դեկլարացիայից հետո ձևավորվող նոր ռազմաքաղաքական ինչ-որ մի միավոր, հա, Ադրբեջան-Թուրքիա, Վրաստանի մասնակցությամբ։ Բայց Սաակաշվիլին գնաց, այս իշխանությունները այդ գաղափարից հրաժարվեցին, ինչը պարզեր, որ Բաքվում պետք է որ այդքան դուրս չգար։ Ուստի հին խնդիրները նախկինում չէին բաց չէր քննարկվում, ինչը նայեք տեսեք հայ-ռուսական հարաբերություններում նախկինում էլ եղել խնդիրներ, չէ, բարդություններ, բայց դրա մասին ոչ մեկ չի խոսել, փակ ռեժիմով, դիվանագիտական լծակներով այդ հարցերը լուծվել են։ Այսօր նույնը մենք տեսնում ենք հիմա արդեն կամաց այդ վրաց-ադրբեջանական հարաբերություններում։ Նաև մի էլեմենտ կա այստեղ։ Այս ամենով ցույց տալու եւ փորձելու հիբրիդային պատերազմների մեխանիզմները կիրառելով Հայաստանի ներքին, հա, բնակչության մոտ հակավրացական ինչ-որ մոտեցումներ ձևավորելու ադրբեջանցիների կողմից։ Այո, ինչու ոչ։ Հա, ինքը մի քանի բայց կնեք, Ջան ջան, հակառակ չի ստացվում, ընդհակառակը, եթե զուտ ենթագիտակցորեն նայենք, եթե Հայաստանում մեծ մասը կամ մարդիկ տեսնեն, որ Ադրբեջանը եւ Վրաստանը որոշակի խնդիրներ ունեն, դա ոչ թե հակավրացական, այլ ընդհակառակը պրովրացականություն կառաջացնի, որտեղ կստացվի, որ Ադրբեջանը խնդիր է ստեղծում նաեւ Վրաստանի համար եւ վրացիներն էլ հիմա նախկինին ոչ նախկինի նման եւս սկսել են Ադրբեջանի հետ հակասություններ ունենալ։ Լուրերի շեշտադրումներ հետեւյալն է, որ Ադրբեջանը ցանկություն ուներ նավթամթերք Հայաստան հասցնելու եւ վրացիները խոչընդոտում են։ Իհարկե կա ստեղ նաեւ դրա մյուս տարբերակը, որ ռուսներն են իբր թե պահանջել, որ վրացիները այդ սակագները բարձրացնեն։ Այդ այլ նարատիվ է էլի Վրաստանի դեմ աշխատելու, այդ արդեն այլ շրջանակներ են այդ նարատիվը առաջ քաշելու, նաեւ Հայաստանի ներքաղաքական որոշ շրջանակներ, բայց այստեղ հստակ եկեք հասկանանք, որ բացի զուտ տնտեսական եւ բիզնեսին վերաբերվող խնդիրների, որոնք կան բոլոր պետություններում իրար միջև կամ տնտեսվարող սուբյեկտների միջև լինում են, այստեղ արդեն բարձրանում է միջպետական մակարդակի եւ այստեղ նաեւ տեղ է թողնում այդ հիբրիդային նաեւ ներազդեցության թե Հայաստանի ներսում, թե Վրաստանի ներսում, թե Ադրբեջանում, ինչը մենք ապագայում իմ կարծիքով նաեւ կտեսնենք, որ վրաց-ադրբեջանական հարաբերություններում բարդությունները միգուցե կավելանան։ Բայց այստեղ նաեւ ինչու ոչ նաեւ նոր հնարավորություններ են, եթե Ադրբեջանը դժգոհ է այս նոր իրավիճակով, Ադրբեջանում դժգոհություն կա, ավելի լավ, այդ իմաստով թող ապաշրջափակման գործընթացը ակտիվացնեն։ Միջև հիմա իրենք կենտրոնանում են Սյունիքի վրա, Սյունիքով ճանապարհ ստանալու վրա եւ ոչ ավել, հա, բայց չնայած նախկինում պայմանավորություններ եղել են ընդհանուր ապաշրջափակման փիլիսոփայության շուրջ եւ ուստի եթե այս խնդիրները առաջացնեն նաև ցանկություն այլ ուղղություններով ապաշրջափակում ապահովեն բեռնատար ավտոմեքենաների մուտք ու ելքը Հայաստանով, Ադրբեջանով, ապա միգուցե մի քանի քայլ առաջ կգնան, բայց այստեղ եւս, հա, տեսնենք ժամանակը ցույց կտա, հստակ է, որ ստատուս քվոն փոխվում է, ապաշրջափակման պարագայում Վրաստանի դերը տարածաշրջանում փոխվում է։ Նվազում է բնական։ Նվազում է, չի ասի, որ Վրաստանը որևէ ազդեցություն չունենալու կամ Վրաստանը կարևորությունը կորցնելու է, բայց նաև այստեղ մեդալի երկրորդ կողմը կա, որ Վրաստանը նաև պիտի ավելի շահագրգռված լինի, մրցակցային հնարավորություններ ստեղծի, նույն հայկական ընկերությունների համար լավ պայմաններ առաջարկի, նույն նավթա մթերքի ներմուծման հետ կապված Փոթի եւ Բաթումի նավանգիստների օգտագործման, իսկ վերջո նաեւ անակլեայի նախագիծն է օրակարգում եւ եթե 5 կամ 10 տարի հետո այդ նախագիծը իրականանա, ապա այդտեղ նաեւ Վրաստանի ներքին շատ լուրջ մրցակցություն է լինելու Փոթի եւ անակլեայի միջեւ եւ այստեղ արդեն հայկական տնտեսական, հա, սուբյեկտները
կարող են ընտրեն որ նավանգստով ապրանք ներմուծեն եւ այստեղ շատ կարեւոր նաեւ էլեմենտ է որ ինքը Անաքլյան լինելու է մի նավանգիստ, որը շատ մեծ նավեր է ընդունելու ի տարբերություն Փոթիի, որը սահմանափակ է եւ Փոթի հասնում են ավելի փոքր նավեր եւ ընթացքում Թուրքիայում նավից նավ բեռները փոխարինվում են, ինչը եւս թանկացնում է բեռնափոխադրումը։ Ուստի այստեղ այդ տրամաբանությունը փոխվում է, վրաց փորձագետները խոսում են 1 միլիոն բեռի մասին տարեկան, որը կարող է Վրաստանը պոտենցիալ կորցնի, բայց միգուցե ես կտրուկ թիվ չի ասի, բայց ժամանակի ընթացքում ճիշտ տարիֆային քաղաքականություն վարելու, մրցակցային հնարավորություններ ստեղծելով վրացական իմ կարծիքով տարբեր ընկերություններ, որոնք այս գործի մեջ են եւ տասնյակ տարիներ մոնոպոլ դիրքերում են եղել, կարող են միգուցե որոշ առաջի շրջանում, սկզբի շրջանում ասենք 30-40% կորցնել, բայց հետո վերադարձնեն ինչ որ չափով, իսկ մյուս նաև կողմից եթե այլ նախագծեր իրականացվեն եւ դեպի Պարսից ծոց ելք լինի, ասենք այլ երկրներից ու դառնանք նաև Պարսից ծոց ծևծով Միջանցքը կարողանանք իրականություն դարձնենք, բարձր այստեղ առանց Ադրբեջանի դժվար է այս ամենը իրականանալու, քանի որ Նախճեվան երկաթգիծը կարևոր մասն է այդ Միջանցքի, որը որպես երկաթգիծ, քանի որ մուլտիմոդալ բեռնափոխադրումները մի քիչ ավելի են թանկացնում եւ ավելի քիչ հնարավորությունը քչանում է, ավելի լուրջ բեռնափոխադրումներ ապահովելու։ Բայց այստեղ նաև Վրաստանը Հայաստանի հետ ունեն անելիքներ, որով կարող է չեզոքացվել եւ նույնիսկ ավելի շատ շահույթ ապահովեն այլ ուղղություններով, միտեղ կորցնելով մի քիչ ավելի շատ այլ ուղղություններով դու բեռնափոխադրումները կարողանաս ապահովես։ Ուստի դերևս աժիոտաժը եւ տարբեր խաղացողներ հիմա փորձում են ինֆորմացիոն այս նաեւ օպերացիաների միջոցով տարբեր նարատիվներ ստեղծեն եւ տարբեր տրամադրությունների վրա ազդեցություն ունենան։ Ես կարծում եմ մենք պետք է նաեւ այս տեսանկյունից այս ամենին դիտարկենք, այս ամենը եւ նաեւ պարզ է որ ոչ Թբիլիսիում այսօր շատ քննադատական են մոտենում Ադրբեջանի հնարավոր գեգեմոնիզացիայի գործընթացին, իսկ ի վերջո Ադրբեջանը 20 թվականից հետո փորձում է այսօր տարածաշրջանային տերության դիրքերից խոսա։ Դա մտահոգում չէ վրացիներին։ Իմ կարծիքով այո, եւ այս ամենը նաեւ դրա դրսեւորումներն է։ Եվ մենք այստեղ նույնիսկ անելիք ունենք Հայաստան-Վրաստան հարաբերություններում ինչ որ ձևով հակակշիռ ձևավորելու Ադրբեջանի այդ գեգեմոնիստական քաղաքականության։ Բայց վրացիները որ այդքան բարձր սակագներ սահմանեցին, դա պատճառը ո՞րն է։ Հետո էլ ասացին որ ընդհանրապես հանում են առաջին խմբականակի համար, բայց հետո երևի պետք է քննարկել, բայց ի՞նչն է պատճառը, որ այդքան բարձր սկսեցին, իսկապես հենց նույն ադրբեջանցիները հաշվարկ են արել, որ ընդհանրապես նման գներ չկան եւ վրացին մի քանի չեմ 10-15 3 անգամ մասին է խոսքը գնում, բայց այստեղ հետեւյալն է, որ մոնոպոլ դիրքերում են, այդ ընկերությունը սահմանում է գին, որին դու համապատասխան պիտի գումար տաս, որ բեռնափոխադրումը ապահովի։ Ստացում ադրբեջանցիների հաշվարկով։ Բայց դրանից բացի, տեսեք, ադրբեջանական նավթամթերքի հետ կապված իմ կարծիքով նաև գերագնահատվում է այս ամենը։ Կա ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկական շուկա, որը ձևավորման process-ում է, բայց դրսից, ԵԱՏՄ-ից դուրս եղած ապահովող երկրներից ներմուծելով նավթամթերք միևնույն է դու կապ չունի, Հայաստանն է Ադրբեջանից գնում, թե Ղազախստանն է, թե այլ երկրն է, թե նույն Ղրղստանն է, ասենք Ադրբեջանից գնում նավթ կամ նավթամթերք, նույն սահմանված, տարիֆների շուրջ է այդ Չէ, բայց ադրբեջանցիները բողոքում են, որովհետև իրենց ապրանքները գնում են Թուրքիա շատ ավելի ցածր սակագներով Վրաստանի միջով։ Բայց Հայաստանի պարագայում վրացիները շատ բարձր սակագին են սահմանել եւ հարցը արդյոք ինչու։ Քանի որ Բաքու-Թբիլիսի կարսը նաեւ համատեղ հատված ունի վրաց-ադրբեջանական եւ Վրաստանում Ադրբեջան 775 միլիոն դոլար ներդրում անելուց հետո Վրաստանը այդ հատվածում Բաքու-Թբիլիսի կարս երկաթգծի չունի եկամուտ։ Իմ հարցը դրանն է, ինչու է Վրաստանը այդքան բարձր սահմանել, հետո ընդհանրապես ասել մենք ոչ մի սակագին չենք դնել։ Քանի որ դուստր ընկերություն է վրացական երկաթգծերի, որը պետական
սեփականությունն է, բարձր որ կառավարության որոշման կարելի էր այդ ամենը անել։ Հիմա իմ կարծիքով այստեղ նաև դիվանագիտական քայլ է, որ եկեք բանակցենք, եկեք փորձենք հասկանանք եւ Վրաստանը փորձում է իր ակտիվները բարձր պայի, հա, փորձում է ցույց տա, որ միևնույն է առ այսօր դուք իմ տարածքով եք, հա, նույնիսկ, հա, Բայց դա կարծես վրա ադրբեջանական սեգմենտում առաջացրեց շատ մեծ դժգոհություն, ընդհանուր որ քննարկեն Ղազախի հատվածի երկաթգծի բացումը, վերաբացումը, Հայաստան Ղազախ վերևից իջեցված ինչ որ մի օրակարգ, որը այդ ամեն ինչը դիսկուսիաները, քննադատությունը, միգուցե այլ ինչ որ հարցեր կան, որոնց շուրջ Բաքուն եւ Թբիլիսին չեն կարող պայմանավորվեն եւ այս հարցով մի քիչ հա այլ երանգներ ստացավ այս ամենը ուստի դրա համար պետք է դիտարկել ավելի լայն հա կոնտեքստում Վրաստան-Ադրբեջան հարաբերություններ տարածաշրջանային այս փոփոխության ֆոնին Վրաստանը տեսնում է ռիսկեր որ Բաքու-Թբիլիսի կարճ երկաթգիծը այս տեմպերով կարող է իր ներդրումը 100-150 տարի հետո վերադարձնի հա ուստի ինչը նշանակում է որ Վրաստանը այդ 775 միլիոնը երբ որ վերադարձնի մոտարապես եւ դրանից հետո է նոր ստանալու պետությունը եկամուտ այդ երկաթգծից իսկ Ադրբեջանը եւ Թուրքիան հիմա առևտուրը ապահովում են ոչ վրացական երկաթգծով հա այն երկաթգծով որի մեջ իրենք են ներդրում արել ինչ նշանակում է տեսեք այստեղ էլ զուգահեռներ կարելի անել Վրաստանում Ադրբեջանը ներդրում արեց եւ այդ երկաթգիծը օգտագործում է հիմա Մեր պարագայում, ասենք տրիպը Հայաստանով, հա, Մեղրիում երկաթգիծը որ կառուցվում է, բարձր այստեղ Ադրբեջան չի, այստեղ հայ-ամերիկյան ընկերություն է, այդ ընկերությունը ներդրում անելու է եւ X ժամանակ անց այդ ներդրումը վերադարձնելուց հետո այդ երկաթգծի արդեն, հա, դրանից եկող եկամուտները բաժանվելու են երկու պետությունների միջև։ Այդ կոնցեսիոն նաեւ պայմանագիր Աստանքան հարց է, կանջոնի, ես մի փոքր լավ չեմ պատկերացնում մասնագիտորեն ընդհանրապես թե ինչու պետք է Ադրբեջանը այսքանից հետո համաձայնի, որ ինքը վճարի Հայաստանին եւ Միացյալ Նահանգներին իր ապրանքները մի կետից մի կետը տեղափոխելու համար, որտեղ է այդտեղ իր համաձայնությունը տվել։ Կամ կարելի է որևէ բան չվճարել, բայց Հայաստանը պիտի ունենա նույն հնարավորությունը Երևանից երասխով Մեղրի Բեռնապետարանի Դե Ադրբեջանը համաձայն չի դրան։ Համենայնպես այս փուլում համաձայն չի։ Հետևաբար այն դայև ձեր լավատեսությունը, որ մենք է կարողանանք Վրաստանով գոնե դեպի Ադրբեջան, Ադրբեջանից ինչ որ X երկիր տանել, այդ լավատեսության հիմքն եմ ուզում հասկանալ, էլի որտեղից է ուղղակի նկատի ունեք որպես պրոյեկտային տրամաբանություն, հա։ Այսօր մենք ունենք արդեն ծորենի ներմուծումը որպես օրինակ եւ նավթամթերքի։ Եթե հակառակ ուղղությամբ եւս ինչ որ ապրանքներ բարձած, հա, երկաթգծով մենք բեռներ կարողանանք ԵԱՏՄ շուկա տեղափոխենք կամ Ռուսաստան կամ այլ երկրներ, ապա այդ ամենը ցույց կտա, որ կոմերցիոն մակարդակով, հա, կոմերցիոն բանակցությունների արդյունքում այդ ուղով արդեն ապրանքները Սա աբխազական հատվածի շրջանցման նաև տարբերակ է, հա, այսինքն որպեսզի մենք Ռուսաստան դուրս գանք ոչ թե Աբխազիա, որը չի աշխատում արդեն տարիներ շարունակ, մենք փորձենք դուրս գալ Ռուսաստան։ Լարսի, այսպես ասած, Լարսի, որը սահմանափակ է, Լարսով հազարավոր բեռնատարներ կանգնում են կլիմայական պայմաններից ելնելով ձմռանը, ամռանը նայած ու ինչի սահմանափակում էր, հա, ժամանակին լաստանավն էր որպես այլընտրանք, հիմա այսօր կարող է այլընտրանքը լինի Վրաստանով, Ադրբեջանով, Լավ, Ջոնի, բայց այդ ուզում հասկանալ, էլի, այդ, այսինքն մենք Ադրբեջանի հետ այլևս որևէ քաղաքական խնդիր չունենք, որ մնում է միայն զուտ ուղղակի տնտեսական հաշվարկները, այդպես շատ օպտիմիստական, որ գիտեք, եկեք Լարսը շրջանցենք, Հայաստանը դուրս գա շուկաներ, այսինքն Ադրբեջանը դադարել է Հայաստանին այդ մամլիչ գործողությունները անել, ճնշելու, իզոլացնելու, տնտեսապես հարվածելու, մենք ունենք նման արդեն։ Չեմ կարծում, այստեղ ամեն ինչ գալիս է քաղաքականությունից, հա, քաղաքական որոշում կլինի, ինչ-որ process կգնա առաջ։ Ուստի դրա համար այն ինչ որ եղել է, ես դրա համար ասացի, որ շարունակականությունը լինի։ Դե շարունակականությունը տեսնում ես, դու զգում ես, որ որոշ ակցենտներ, հա, փոխվում են մոտեցման մեջ։ Ադրբեջանական, բայց այն փաստը, որ երկու կողմից մենք դեռևս գտնվում ենք բլոկադայի մեջ, դեռևս, հա, բլոկադան վերացված չէ։ Չի նշանակում է, որ քաղաքականությունը դեռևս փոխված չէ։ Եվ ապաշրջափակման այդ գաղափարը, որի շուրջ պայմանավորվածությունները եղել են, որը Վաշինգտոնի նաև այդ
հռչակագրի մեջ է եղել, ուստի այստեղ դեռևս առաջի քայլերն են արվում, ոչ մեկ չգիտի, հա, մի մասը երկրից դուրս պոզիտիվ է այս ամենը գնահատում, գերագնահատում են նույնիսկ որոշ հարցերում, մի մասը շատ նեգատիվորեն է, հա, նաև հարավային մեր նամանավանդ, հա, հարևանը, որտեղ եւս, հա, պետք է իմ կարծիքով ոսկե միջինը լինի, հասկանալ ինչ ռիսկեր կան, ինչ հնարավորություններ կան եւ այդ ամենը, հա, շարունակելով աշխատել։ Այստեղ խնդիրը առաջացնում ըստ էության, ինչպես մենք միջազգային հարաբերություններում բանաձևերի ենք փորձում վերացել, այս բանաձևում ամենախնդրահարույց փոփոխականը Ադրբեջանն է։ Այո, քանի որ Ադրբեջանի կոնկրետ լիդերից է կախված ապագան այս տարածաշրջանի կայունության, համագործակցության եւ այլն։ Այսինքն խաղաղությունն է, որի մասին մենք հաճախ խոսում ենք տարբեր վերլուծություններում, ինքը շատ պայմանական է եւ հարցեր են առաջանում, որտեղ նաեւ վստահության մեծ ճգնաժամ կա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, հետեւաբար այս բոլոր բաները լավ կլինեն, եթե մենք արդեն հաղթահարած լինենք։ Իհարկե կա նաեւ այլ մոտեցում, որ սա կօգնի մեզ հաղթահարել, բայց հարցն է, որ եւ հասարակությունները եւ կարծեք թե ադրբեջանական քաղաքական էստաբլիշմենտը պատրաստ չեն հաղթահարել հենց այնպես այս խոչընդոտները, ընդհակառակը սա որոշ փորձագետների կարծիքով առաջացնում է նոր հավելյալ կախվածություններ Ադրբեջանից, որը չկային նախկինում։ Այսինքն եթե մենք օրինակ սկսենք հանկարծ ինչ-որ մի տոկոս ստանալ Ադրբեջանից նավթամթերք, մենք այդքան տոկոսով սկսում ենք կախվածություն ունենալ Ադրբեջանից։ Եվ շուկայի վրա ազդեցություն կարող են ունենալ, ֆինանսական հոսքերի վրա, գների վրա կարող են ունենալ արդեն որոշակի բան, բիզնեսների վրա կարող են ունենալ ազդեցություն։ Հետո սրանք բոլորը հարցեր են եւ վրացիները միգուցե պատրաստ չեն նաեւ մտնելու այդ խաղի մեջ։ Չէ, իմ կարծիքով վրացիները պատրաստ են եւ պիտի լինեն պատրաստ, քանի որ եթե իրավիճակը փոխվի, հստակ է, որ հաշվարկը ցույց է տալի, որ Հայաստանը, հա, Հայաստանի շահերից չի բխում մեկին փոխարինել մյուսով, հա, երբ որ Հայաստանը խոսում է արտաքին տնտեսական դիվերսիֆիկացիայի ուղղությամբ, հա, մասին, այդ նույնիսկ մենք ունենք փաստաթուղթ մշակված ռազմավարություն, ապագա, հա, տարիների համար, ուստի այստեղ հստակ է, որ կան նոր, եթե ունենում ենք նոր հնարավորություններ, նոր ուղղություններ եւ այլն, նախկինները պիտի գնաս վերաբանակցես, ասես տղերք, հիմա ես ունեմ այս այլընտրանքը եւ ուզում եմ, որ փոթիում մենք այս սահմանների շուրջ խոսենք, այս տարիֆային սահմանները ֆիքսեք, որ մենք շարունակենք ձեր ծառայություններից օգտվելու։ Իսկ հայկական բեռնատարները ես չեմ պատկերացնում ոնց են Ադրբեջանով մոտակա 3-5 տարիներին միգուցե ավել բեռնափոխադրումներ ապահովելու։ Ոստի Վրաստանը մեր համար մնալու է առնվազն հայկական բիզնեսի, հայկական բեռնափոխադրող ընկերությունների համար այլընտրանքային ուղղություն, բայց ուրիշ բան է, որ կան ռուսաստանյան ընկերություններ, ղազախական ընկերություններ, որոնք այդ սահմանափակումները չունեն եւ իրենք կարող են օգտվել, հա, օգտվել ադրբեջանական տարածքի հնարավորություններից եւ այստեղ մենք արդեն կունենանք այդ դիվերսիֆիկացված մոտեցումները, հա, ասենք բարձ է հայկական ընկերությունների համար միգուցե սահմանափակումներ լինեն, իսկ նաեւ հա տնտեսության մասին եթե խոսում ենք, մենք ԵԱՏՄ-ի մաս ենք։ Եվ ԵԱՏՄ-ի ընդհանուր այդ համակարգը նաև ինչ-որ զսպիչ մեխանիզմ է։ Բայց ասեմ, գինը ավելի չի բարձրանում, ավելի քաղաքականությունը մի կողմ թողնենք։ Եթե ժամանակին մինչև հիմա Ռուսաստանից գալիս է Վրաստան, Վրաստանից Հայաստան, ապա հիմա պիտի գա Ռուսաստանից Ադրբեջան, Ադրբեջանից Վրաստան, Վրաստանից Հայաստան, որ ինչպես կարող դա ինչպես։ Նայած ինչ ապրանք է։ Հա, եթե ապրանքները հետեւյալն են, հա, եթե մի ապրանք է, որը ասենք բանջարեղեն, միրգ եւ այլն, որը շուտ է փչանում, իրենց մասով միգուցե երկաթգիծը հնարավոր չի, հա, իրենք պիտի բեռնատար ավտոմեքենաներով արագ լարսով դու տեղափոխես, այնտեղ կոնկրետ մի տեղ հանձնես եւ ամբողջ Ռուսաստանով ինքը արդեն այլ ընկերություններ հասկանալի վերցեն եւ հա տարածեն։ Հիմա ծորենի եւ այլ ապրանքների հետ կապված որևէ այդպիսի խնդիր չկա եւ դու կարող ես մեկ երկաթուղային, հա, մեկ շարժիչ կազմով, հա, այսինքն հա, լոկոմոտիվով եւ վագոններով, ասենք 15, 20, 30
բեռնատար ավտոմեքենայի փոխարեն մեկ գնացքի, հա, հնարավորությունից օգտվելով այդ նույն քանակի բեռներ տեղափոխես, ասենք նույն, չգիտեմ, Ռուսաստան կամ Չինաստան, եթե հումքի մասին է խոսքը գնում, հա, այստեղ արդեն այս նոր հնարավորություններն են։ Առաջ եթե մտածում ենք, որ պղինձ, մոլիբդեն եւ այլն արտահանվում է, ոնց է այդ ամենը տեղի ունենում, այսօր արդեն միգուցե հնարավորություն ունենալով Վրաստանով, Ադրբեջանով, Կենտրոնական Ասիայով երկաթգծային կապ կամ Ռուսաստանով դեպի Չինաստան ուղիղ կապ ունենալը, այդ պարագայում դու արդեն կարող ես լոբինգ անես, որ գործարան Հայաստանում ստեղծվի, որտեղ նախնական մշակումը հումքը անցնի, ինչը արդեն հավելյալ արժեք կթողնի Հայաստանում եւ նոր արդեն արտահանվի եւ այդպիսի բեռների համար, այդ ապրանքների համար ավելի, հա, լավ հնարավորություններ է ստեղծվում եւ ինչը նաեւ տնտեսության համար լուրջ գործոն է։ Այո, եւ վերջին հարցը, եթե կարող եք կարճ ավելի ժամանակի առումով, այս քաղաքական անցուդարձը համենայն դեպս դեռևս իր ձևավորման փուլում է։ Մենք ունենք նմանը ձեզ դժվար է վստահություն կամ այլ ավելի շատ որքանով եք տեսնում, որ մենք կարողանալու ենք հաղթահարել այդ քաղաքական կամ աշխարհաքաղաքական ի վերջո այն տարիների հակամարտային տրամաբանությունը, որը կա, որ նոր մենք խոսենք այդ հնարավոր զուտ տնտեսական առավելությունների եւ այլն։ Հակառակ դեպքում նույն ռուս-ուկրաինական պարագայում էլ հասկանալի է, որ որտեղ կա տնտեսություն զարգացում, connectivity կոչված այդ հաղորդակցություններ եւ այլն, դա բոլոր լավ են, բայց քաղաքականությունը միշտ այդտեղ ամենայպես կարևոր դերակատարությունն է։ Մենք արդյոք հաղթահարել ենք կամ չկան այդտեղ խնդիրներ։ Կարծիքով խնդիրներ կան եւ երկար տարիներ մենք պիտի հաղթահարենք, բայց չենք կարող հա սպասենք մինչև էդի հաղթահարվի հոգեպես նոր ինչ-որ քայլեր անենք։ Հիմա մենք զուգահեռ ինչ-որ քայլեր են արվում, որոշ ձևով նաև այդ process-ում են գտնվում եւ այստեղ շատ կարեւոր է ռազմաքաղաքական բալանսի վերականգնումը։ Երբ որ մենք կունենանք մի իրավիճակ տնտեսության մեջ, անվտանգության մեջ, երբ որ այդ բալանսը ինչ որ չափով ռազմական, զուտ ռազմականի մասին չի խոսքը, այստեղ երկար տարիների դեր աշխատանքներ կա, բայց ռազմաքաղաքական մի քիչ ավելի հա բովանդակության ավելի լայն է, դիվանագիտականից միջև այլ ոլորտներ եւ նաեւ արտաքին գործոն, հա, այս հարաբերությունները իրենք իզոլացված չեն։ Տարածաշրջանային կոնտեքստ կա, միջազգային կոնտեքստ կա եւ այստեղ այդ ռազմավարական բնույթի հարաբերություններ ձևավորելով, այստեղ շատ կարեւոր է, որ դիվանագիտությունը ճիշտ թիրախային տարբեր խաղացողների հետ աշխատի տարածաշրջանում, տարածաշրջանից դուրս, որ Ադրբեջանին մենք կարողանանք զսպենք ոչ միայն մենք, այլ տարբեր խաղացողների հետ միասին, տարբեր ֆորմատների շրջանակներում եւ այստեղ նաեւ Վրաստանի դերակատարությունն է իմ կարծիքով մեր համար էլ ավելի է Վրաստանը կարևորվում այդ իմաստով, քանի որ տարածաշրջանում այդ հեգեմոնին ինչ որ չափով, հա, բերելու մի սեղանի շուրջ նստածնելը, որ մենք բոլորս հավասար ենք եւ պիտի հավասար այդ մոտեցումը, այդ մեխանիզմը, հա, հավասար լինի, որ երեքս միասին որոշենք, ոնց ենք անում, խաղի կանոններ սահմանենք, արտաքին խաղացողների հետ փորձենք, ինչպես, հա, այսինքն կենտրոնական Ասիայի պետությունները այս տարիների ընթացքում փորձեցին ձևավորեն մի օրակարգ բացանոր, պատերազմ չկար, իրար չեն այո, կոնֆլիկտների խնդիրներ կա, բայց դե գոնե մենք փորձենք այդ տարածաշրջանային օրակարգը ձևավորենք, իսկ այստեղ մարտահրավերները շատ են, բայց պետք է աշխատել։ Ջոնի, շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ ձեզ։ Շնորհակալություն նաև ձեզ, սիրելի բարեկամներ։ Մենք հիշեցնեմ հյուրընկալեցինք Օրբելի վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանին։ Հաջողություն ձեզ։